Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 8-ն է եւ այս հաղորդման ընթացքում կքննարկենք Ծառուկյանի մասով հետաքրքիր նոր տեղեկություններ ենք ստանում, փաստացի դատախազությունը սկսել է հետաքրքիր մի գործընթաց, դատախազությունը պահանջել է Սևանի ափամերձ տարածքում մուլտիգրուպ կոնցեռնին պատկանող, ինչպես իրենք են հայտարարում, ապօրինի տիրապետությանը ներքո գտնվող բնակելի տների շենք շինությունների վերադարձը Հայաստանի Հանրապետությանը, դատախազությունը արդեն իսկ այդ հարցով դիմել է դատարան եւ հիմա շատ շուտով սպասվում են հետաքրքիր նոր որոշումներ։ Ես կարծում եմ, որ հիմա ամենակննարկվող հարցն է Հայաստանում այն ինչ տեղի ունեցավ Ծառուկյանի հետ, տեսնում եմ նաեւ սոցիալական ցանցերում տարբեր գրառումներ, տարբեր մարդկանց կողմից, որոնք որ շատ ակտիվ քննարկում են, կան մարդիկ, որոնք որ պաշտպանում են Ծառուկյանին, կան մարդիկ, որոնք որ քննադատում են, աջակցում են Հայաստանի իշխանությունների որոշումը, սակայն մեկ բան շատ կարևոր է այստեղ հասկանալ, որ իմ պատկերացմամբ Գագիկ Ծառուկյանը բնականաբար համեմատելի չէ Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի հետ։ Կարծում եմ ամենաառաջին եւ կարևոր հարցը պետության եւ իրավապահ համակարգի համար պետք է դառնա Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, բայց Ծառուկյանի մասով կարող եմ ասել այն, որ բոլորը շատ լավ հասկանում են եւ պատկերացնում են, որ այդ մարդը իր հիմնական բիզնեսը կարողացել է կառուցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի թույլտվությամբ եւ նաեւ ինչ որ միտեղ հովանավորությամբ եւ հիմնական քրեական գործերը, որոնք որ հիմա բացվել են նրա վրա, վերաբերվում են անօրեն գույք ձեռք բերելուն, հարկեր չվճարելուն եւ այդպես շարունակ։ Հետևաբար ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ հիմա պետությունը փորձելու է բռնագանձել, բռնագրավել բոլոր այն ունեցվածքը, որը որ համարում է, որ անօրինաբար է ձեռք բերել Գագիկ Ծառուկյանը։ Եվ իմ պատկերացմամբ այն բանից հետո չեմ կարող ասել վաղը, մյուս օրը, 1 տարի անց, ամիսներ անց, այն բանից հետո, երբ որ պետությունը կստանա փոխհատուցումը եւ Գագիկ Ծառուկյանը այլևս չի զբաղվի քաղաքականությամբ, նման խոստում երևի թե կլինի, ապա ամենայն հավանականությամբ Գագիկ Ծառուկյանին ազատել կարձակին։ Սակայն նույն ժամանակ ես պատկերացնում եմ, որ լրիվ այլ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանին եւ Քոչարյանին։ Հնարավոր է Սերժ Սարգսյանին այդքան էլ այդպիսի ճակատագիր չսպասի, բայց գրեթե վստահ եմ, որ Քոչարյանի մասով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունները նման մոտեցում ունեն, կա նաեւ եվրոպական դատարանի որոշումը, այնպես որ Քոչարյանի մասով կարծում եմ շատ ավելի այլ տեսակի որոշում կկայացվի։ Եվ միայն այս հայտարարությունը դատախազության, որ դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում մուլտիգրուպ ընկերության պատկանող ապօրինի բնակարանները եւ այլ շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, դրանով իսկ շատ բան ասված է։ Հաջորդ հարցը, որը որ կուզենայի քննարկել, դա Եվրամիության նվերն է Հայաստանին, իրոք շատ ուրախացնող է, որ հիմա Հայաստանը Եվրամիությունից ստացավ հերթական նվերը, խոսքը վերաբերվում է 20 տոննանոց կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենաներին։ Մեքենաները հիմնականում բնականաբար օգտագործվելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սահմանազատման գործընթացների համար։ Եվ ես տեսնում եմ այստեղ մի հետաքրքիր խորը գնացող մի ծրագիր, քանի որ ապագայում միշտ խոսել եմ այդ մասին, կրկին նշեմ, ճանապարհներ են անցնելու Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով, ապա այս մեքենաները շատ կարևոր գործ են իրականացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Կարծում եմ կարևոր է անդրադառնալ նաեւ Իրանի դեսպանի հայտարարությանը Հայաստանում, Քալիլ Շիրօղրամիի հայտարարությանը։ Նրա խոսքերով Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է Իրանին, որ TRIP նախագծի իրականացումը որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծելու Իրանի համար։ Դա կարծում եմ կարևոր հայտարարություն է եւ այն մարդիկ, որոնք որ պնդում են անընդհատ թե
Իրանը դեմ է TRIP ծրագրին, սա նրանց գլխին մեկ անգամ եւս սառը ջուր է լցնում, քանի որ դեսպանը շատ պարզ ասում է, որ Հայաստանի իշխանությունը հավաստիացրել է իրանական կողմին, որ ոչ մի մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար TRIP-ը չի ստեղծի։ Եթե կա այսպիսի հայտարարություն, ապա նշանակում է, որ իրանական կողմը վստահ է հայկական կողմի հայտարարությունների վրա։ Եվ դա շատ բանի մաս է խոսում, դեսպանը նաև խոսել այն մասին, որ հիմա ունել է կառուցում Հայաստանի եւ Իրանի միջև եւ 27-ը այն ավարտվի, շատ կարեւոր է իրականում ճանապարհը, որ կապում է Հայաստանը Իրանի հետ։ Եվ մենք տեսնում ենք վերջին ամիսներին հատկապես հանդիպումներ եւ խոսակցություններ իրանական կողմի հետ կոնկրետ ճանապարհների մասով Հայաստանը եւ Իրանը միմյանց կապող ճանապարհի մասով։ Իրականում Հայաստանի վերաբերվող հարցերը այս պահի դրությամբ դրանք են, բայց շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Իրոք կարևոր են, ես գիտեմ, որ մեր դիտումները այս պահից նվազում են, երբ որ մենք ավարտում ենք խոսակցությունը Հայաստանի մասին, խոսում ենք Իրանից, Ուկրաինայից, ավելի քիչ մարդիկ են դիտում, YouTube-ը ամեն ինչ ցույց է տալիս, բայց կոչ եմ անում միանշանակ չփոխել ալիքը, քանի որ հիմա փաստացի վերսկսվում է պատերազմը Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, եւ դա չափազանց կարևոր է այն առումով, որ կարող է այս պատերազմը նման չլինել նախկին պատերազմին։ Ինչպես գիտեք, Իրանը օրեր առաջ, 2 օր առաջ հարվածներ էր հասցրել տանկերների։ Ի պատասխան այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ բավականին ցավոտ հարված են հասցրել Իրանին, եւ մենք ունենք բազմաթիվ հայտարարություններ Թրամփի կողմից եւ ունենք պատասխան հարվածը Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաներին։ Մեկ ռազմաբազայի էլ չէ, մի քանի ռազմաբազաներ է գրոհել Իրանը մի քանի երկրներում միանգամից։ Բայց ինչպես արդեն նշեցի, Միացյալ Նահանգների հարվածը շատ ցավոտ է եղել։ Դրանից բացի մենք տեղեկացանք այն մասին, որ Միացյալ Նահանգները կրկին պատժամիջոց են կիրառում Իրանի նկատմամբ եւ Իրանը այլևս չի կարողանալու նավթ վաճառել։ Եթե այդ արգելքը հանվել էր, Իրանը նավթ էր վաճառում վերջին օրերի ընթացքում, ապա այդ սահմանափակումը կրկին մտցվեց Իրանի նկատմամբ։ Ինչպես արդեն նշեցի, Միացյալ Նահանգների հարվածները շատ ցավոտ էին եւ այդ հարվածների ընթացքում Բենդեր Աբասի, Սիրկի, ինչպես նաեւ Կեշմ կղզի ուղությամբ բազմաթիվ թիրախներ են խոցվել։ Նշվում է, որ 80-ից ավել թիրախ է խոցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ Իսլամական հեղափոխության այդ կորպուսի պահապանների ջոկատը հայտարարել է, որ իրենք էլ 85 ռազմական օբյեկտ են ամերիկյան խոցել իրենց հրթիռների եւ անօթաչու թռչող սարքերի միջոցով, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի վրա են գրոհել, Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազայի վրա են գրոհել իրանցիները, ինչպես նաեւ Պորտ Սալմանի վրա։ Հայտարարությամբ հետո շատ արագ հանդես եկել Գալիբաֆը, խորհրդարանի խոսնակը Իրանի, ասում է, որ այն ժամանակաշրջանը, այսինքն X-ում է գրառում կատարել, ասելով, որ այն ժամանակաշրջանը, երբ որ Միացյալ Նահանգները խոսում էր սպառնալիքներով եւ փորձում էր վախեցնել Իրանին, այդ ժամանակները այլևս անցել են եւ իրենք չեն ենթարկվում այդ սպառնալիքներին եւ նա հայտարարել է, որ այդ ամենը ոչ մի արդյունք չի տալու։ Դրանից հետո մենք արդեն տեսնում ենք Թրամփի հայտարարությունները շատ հետաքրքիր են այն առումով, որ դրանք արվում են Թուրքիայից, Անկարայից, որտեղ որ հիմա ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ Թրամփը ուղիղ տեքստով հայտարարեց, որ հրադադարը այլևս չկա, հրադադարը Իրանի հետ այլևս չի գործում, բանակցությունները Թեհրանի հետ այլևս անիմաստ են, Թրամփի հայտարարության համաձայն, նրանք ստախոսներ են, ասում է Թրամփը, մենք պայմանավորվում ենք, նա ասում է միջուկային զենքի շուրջ, նրանք հետ են վերադառնում, հետո ասում են, որ ոչ նման պայմանավորվածություն չկա։ Եվ Թրամփի խոսքերով նրանց գլխի հետ ինչ որ մի բան այն չի, իրանցիների մասին է խոսքը։ Թրամփը նաև ասել է, որ իրենք թույլ են տվել Իրանին ուղարկավորություն անցկացնել եւ դրա փոխարենը Իրանը հարվածներ է հասցրել իր հրթիռներով եւ անօթաչու սարքերով
այդ տանկերներին Հորմուզի նեղուցում, ինչը բնականաբար չպետք է աներ այդ պայմանավորվածությունների հիման վրա։ Ու Թրամփը ասում է, որ դա էր պատճառը, որ մենք նախորդ գիշեր կրկին հարված հասցրեցինք Իրանին։ Նրանց բացի կարևոր է, որ Pete Hegseth-ը, պաշտպանության նախարարը Միացյալ Նահանգների այցելելու էր Իսրայել, հիմա այդ այցը չեղարկվեց, ինչ որ մի բան գլոբալ տեղի է ունենում։ Ես հիշում եմ բազմաթիվ փորձված փորձագետների խոսքը, ովքեր որ լավ են հասկանում Մերձավոր Արևելքը, ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում եւ բոլորը միաբերան ասում են, որ այս պայմանավորվածությունները երկար կյանք չունեն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Եվ փաստացի մենք հիմա դրան ենք ականատես լինում։ Ես չէի շտապում նման հայտարարություններ անել, քանի որ դժվար է իրոք կանխատեսել, հիմա էլ բավականին դժվար է, բայց մենք տեսնում ենք, ահա Թրամփի հայտարարությունները, որ այլևս բանակցությունները անիմաստ են, չեն շարունակվելու, եւ ասում են մենք կանենք այն ինչ պետք է անեինք, եւ այդ հարվածները, ցավոտ հարվածները Իրանին եւս վկայում են այն մասին, որ պատերազմը վերսկսվում է։ Հիմա խոսենք ռուս-ուկրաինական պատերազմից եւ դա էլ հետաքրքիր է այն ֆոնին, երբ որ մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից հայտարարությունները։ Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Ռուսաստանին ուղղված, ասում է, որ մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել, չենք հարձակվում, մենք ուղղակի պահում ենք մեր ժողովրդավարությունը, մեր գաղափարները, մեր տեսակը։ Այս ուղիղ խոսքը չեմ մեջբերում, բայց հիմնականում դա է ասածը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, բայց դա հստակ զգուշացում է Ռուսաստանին, որ եթե դուք հանկարծ հարձակվեք կամ ինչ-որ գործողություն ձեռնարկեք ՆԱՏՕ-ի երկրների կողմից, ապա շատ ցավոտ պատասխան կստանա Ռուսաստանի Դաշնությունը։ Շատ ցավոտ, նույնիսկ ցավոտ չէ, կարող է կործանարար պատասխան տա ՆԱՏՕ-ն Ռուսաստանի Դաշնությանը, բայց ինքը ՆԱՏՕ-ն չի հարձակվելու Ռուսաստանի Դաշնության վրա։ Այսինքն ես այդպես եմ հասկանում այդ հայտարարությունը։ Առավոտյան մենք տեղեկացանք նաև այն մասին, որ Ռուսաստանը հարված է հասցրել Կիևին, Զապորոժիեին, ինչպես նաև Խարկովին։ Իմիջիայլոց Խարկովից կա տեղեկություն, որ 15 հոգի տուժել են, 1 հոգի զոհվել է ռուսական հարվածների հետևանքով, այսինքն Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է տպավորություն գործել ՆԱՏՕ-ի այդ գագաթնաժողովի ժամանակ երկրների ղեկավարների վրա, Ուկրաինան էլ նույնպես փորձում է տպավորություն գործել, բայց Ուկրաինայի հարվածները շատ ավելի ցավոտ են իրականում Ռուսաստանի համար։ Մենք տեսանք, որ գիշերը Ուկրաինան կարողացել է Սարատովին հարվածել եւ Սարատովի նավթավերամշակման գործարանն է խոցել։ Ռուսների տեղեկությամբ այնտեղ էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Դրանից բացի կան տեղեկություններ, որ այսօր Ուֆայում 10 հզոր պայթյուն է տեղի ունեցել եւ մարդիկ նշում են, որ շատ հավանական է, որ նավթավերամշակման գործարանին է հասցվել հարված։ Այսինքն Ուկրաինան հերթով ոչնչացնում է Ռուսաստանի բոլոր նավթավերամշակման գործարանները։ Իմիջիայլոց Զելենսկին հայտարարում էր, որ գրեթե բոլոր մեծ նավթավերամշակման գործարաններին արդեն իսկ հարված հասցվել է։ Քիչ առաջ Զելենսկին նաև տեղեկացրեց այն մասին, որ ուկրաինական դրոնները այսօր հասել են կրկին մինչև Թաթարստան, հատելով շատ երկար տարածք եւ շատ ցավոտ հարվածներ են հասցրել նաև Թաթարստանում, այդ թվում նաև նավթավերամշակման գործարանին։ Այսինքն Ուկրաինայի այս հարվածների հետևանքով փաստացի նավթ արտահանող խոշոր երկիրը ամենախոշոր երկրներից մեկը այսօր ունի լրջագույն խնդիր նավթի հետ կապված այդ հերթերից բացի ինչ որ այլ հնարներ են գտնում Ռուսաստանում, որակը ցկել են բենզինի շատ լուրջ ձևով, կան նաև բազմաթիվ տեղեկություններ, որ մարդկանց մեքենաների շարժիչները արդեն շարքից massայաբար դուրս է գալիս, քանի որ որակը, արտադրության որակը շատ լուրջ ձևով ընկել է։ Եվ սա էլ վերջը չէ։ Նոր ստացանք հետաքրքիր մի տեղեկություն, որ այս գիշեր Ուկրաինան ոչնչացրել է 9 տանկեր, 9 ստվերային տանկեր Ազովի ծովում։ Հիշեցնեմ 3 8-ները ոչնչացրել, այսօր 9 եւ ընդհանուր առմամբ ասում են
72 ժամվա ընթացքում, այսինքն 3 օրվա մեջ Ուկրաինան կարողացել է խոցել ընդհանուր առմամբ 21 նավ, 19 տանկեր եւ էլի ուրիշ նավեր, ու դա հատկապես Կերչի շրջանում։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։